Միջին հասակի ծառայակիցներից տարբերվել չցանկացող հայսպային վայել սրտացավությամբ։ Պաշտպանության բանակի հրետանային դիվիզիոներից մեկն ապրիլի սկզբից կրակային դիրքերում է Սևակ Ղուլյանի հրամանատարությամբ։ Քառօրյա պատերազմ անցած, բայց եւ բարձր տրամադրությամբ։ Տրամադրության հարցում էլ մայորը փորձում է օգտագործել անձնական օրինակի մեթոդը, այնպես որ դա վարակիչ լինի բոլորի համար։ Իրանք ինձ որպես մեծ եղբայր են ընդունում, ես էլ իրանց փոքր եղբայրները։ Ու մարտական գործողությունների սկզբից էլ հենց ընթացքում էլ արդեն եղբայրասիրությունով, մեծ եռանդով արդեն ամեն մեկը ոնց որ իր խնդիրը լավ գիտեր, որ մարտական գործողությունների ընթացքում ոնց են էլի դրսևոր մեկը մյուսի հանդեպ։ Եթե խաղ ժամանակ ինչ-որ մի բան էլ իրայից նեղանում են կամ ինչ, ստեղ լրիվ եղբայրասիրություն է ու հիմնականում մեր այդ մարտական ոգին, մեր ընկերասիրությունը, մեր հայրենասիրությունը այդ ձևով լցված մենք շատ լավ ենք վարել մարտական գործողությունները։ Իսկ մարտական գործողություններն անսպասելի էին։ Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով անցնում է հարձակման, գործի դնելով գրեթե ամբողջ զինանոցը։ Բանակի հրետանային բրիգադներից մեկը ժամանակին հարվածներ հասցնելով անցնում է պաշտպանության։ Դիվիզիոնի կրակը պաշտպանության բնագծի արևելյան ուղղությամբ վարում էր շտաբի պետը։ 28-ամյա մայորը խնդիրը կատարել է փայլուն։ Բանակի հրամանատարությունը խրախուսել է Սևակ Ղուլյանին։ Անվտանգության հարցի վերաբերյալ շատ լուրջ ուշադրություն եմ դարձրել ու ձգտել եմ որպեսզի ինչքան էլ որ տևի գործողությունները, բոլորի գործողությունները լինի անվտանգությամբ ապահովված, շատ լուրջ ուշադրություն ենք դարձրել մեր հրամանատարի հետ միասին։ Հակառակորդի համար ապրիլյան իրադարձություններն աղդամի ուղղությամբ զարգացել են ճիշտ հակառակ տրամաբանությամբ։ Մեր հրետանավորները տեսել են նաև դիպուկ կրակի հետևանքներն արդեն սահմանի մյուս կողմում։ Նյութականի հետ մարդկային կորուստներ, այդ թվում ադրբեջանական բանակի բարձրաստիճան հրամանատարներ։ Այդ մասին պաշտոնական Բաքուն դեռ լռում է, բայց մերոնք կրկին որսացել են խոսակցությունները, այս գրադներ խոցել Շարասյունը։ Ես ավելի շատ գոհ եմ իմ ընկերների, իմ ենթականների, իմ ստորաբաժանման գործողություններից, պատրաստակամությունից, պարտականությունների կատարման մեծ, ասենք, ունակություններից իրանց եմ շատ գոհ, իմ գնահատականն էլ ուրիշներն են տալիս էլի։ Հակառակորդի ցանկացած գործողություն հիմա նաև հրետանավորների խոշորացույցի տակ է։ Ասում են միշտ չէ, որ արձագանքում են հակառակորդի սադրանքներին, բայց երբ դրանք անցնում են հրադադարի խախտում կոչվածի սահմանները, պաշտպանության բանակն անցնում է լուրջ քայլերի, այսպես այնքան մինչև երկինքը խաղաղ լինի, դիրքում կանգնած զինվորն էլ անվտանգ։ Այս գործում երիտասարդ հրամանատարը փորձում է իր լուման ունենալ։ Նպատակ եմ դրել եւ հասել նպատակից, որպեսզի բանակին պիտանի սպա դառնամ եւ այդ ունակությունները ռազմական ինստիտուտից իմ մեջ դասերակել եմ եւ հոգեբանություն սարքել, որպեսզի օրինակ լինեմ բոլորին, առաջին հերթին անձնական օրինակով, յուրաքանչյուր սպայի, զինվորի բոլորին անձնական օրինակ ցույց տամ։ Այս սկզբունքով էլ Սևակ Ղուլյանը շարունակում է ծառայել պաշտպանության բանակում։ Դեռ դպրոցական նստարանին էր որոշել, որ զինվորական է դառնալու։ Անկեղծանում է, ծնողների հորդորն է։ Լսել է, պատասխանատվությամբ պատրաստվել եւ այդ նույն պատասխանատվությամբ էլ կրում է հայկական բանակի համազգեստը։ Հաղթողի հոգեբանությամբ էլ դաստիարակում է երկու որդիներին։ Երևի արդեն գենն է խոսում, նրանք էլ զինվորական են դառնալու։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։